Հոգևոր այգում Զառա Արսենյան, աստղաբան, էզոտերիկ, Իսպանիայից։ Մեծ հայքը, որը մենք բոլորս կրում ենք մեր մեջ, ինքը միշտ է եղել։ Ինքը եղել է այնքան խորին թաքնված, որովհետև այնքան երկար ճանապարհ ենք անցել, բայց միևնույն ժամանակ ինքը չի հանգել, որովհետև մենք կանք։ Այն ինչը մեզ պահում էր սուտի մեջ, ինքը վերջապես սկսում է փլվել։ Լույսը իրականում կսկսի կամաց մեր մեջ վերածնվել, վերհիշվել։ Ես շատ կուզեի այդպես ասեի, որովհետև վերածնվելը այդ նշանակում է մեռել պրծել, նորից է ծնվում։ Չէ, մենք կսկսենք իրան վերհիշել։ Պարզապես միակ պայմանը այդ ամեն ինչի մեջ նա է, որ հավատարիմ լինենք մեր ներքին ճշմարտությանը։ Մենք ունենք մի ներքին ճշմարտություն, որը մեր գենետիկայի մեջ է։ Ու ես հավատում եմ, ես դա գիտեմ, որ երբ որ այս հին աշխարհը սկսեց փլվել, այդ լույսը էլ ոչ մի ձև հնարավոր չի լինի խեղդել։ Իսկապես աշխարհը փլվում է, հինը։ Այսինքն հիմա լույսը այնքան է հզորացել, որ այդ մութը հիստերիայի մեջ է, ինքը տվայտվում է ցավերի մեջ, ու քանի գնում է լույսը շատանում է, ու իր ոռնոցը ավելի ուժեղ է հնչում, չէ աշխարհը չի փլուզվում, խավարն է փլուզվում, 27 թվին լինելու է ավելի գլոբալ փոփոխություններ, ու ինձ թվում է, քանի որ դա ինդիվիդուալիզմի դարաշրջան է սկսում իրականում 27 թվից, ինձ թվում է վերջապես մեր դարաշրջանը եկավ, հայերիս, հասկանում ոչ մի կերպ չեն կարողանում համախմբվել ինչ-որ բան անել, պարզապես այդ ինդիվիդուալիզմը պետք է հաշվի առնի նաև մյուս ինդիվիդուումին, ոչ թե միայն ինքդ քեզ, դու բացվելով, քո լույսը բացելով, դու պետք է հաշվի առնես նաև մնացած բոլորներին, այսինքն դա կոչվում է սինարխիա, ամեն մեկս ներկայացնում ենք այնպիսի ունիկալ մի ասպեկտ, որը միանալով, խմբավորվելով ոչ թե խմբակային դառնալով, այլ հատիկ-հատիկ, ոնց մենք միշտ եղել ենք, զարթոնքը իրականում մեր մեջ պետք է կատարվի ամեն մեկից մեջ, ու մեր միջոցով է դա արթնանալու և ոչ թե ինչ-որ արտաքին ազդեցություն, ամեն մեկը պետք է գիտակցի, որ իր մեջ է կրում այդ լույսը, ամեն մեկը։ Այսինքն հիմա նույնիսկ ճակատագրական պահը, իսկապես այդ որ ասում եմ քանդվում է, դա պարզապես հենց այնպես չեմ ասում, որովհետև երկնքում, գիտես, քանի որ մոլորակները, այդ աստրոլոգիան, դա ոնց որ կոսմիկ ժամացույց լինի, ու ինքը ամեն օր, ամեն վայրկյան այդ ժամերը հաշվում է, ու մենք վերջապես հասանք մի պահի, երբ որ այն հին աշխարհը, դե մենք Կալի յուգայում ենք, չէ, գտնվում, այսինքն ամենամութ շրջանում ենք գտնվում, այսինքն այս մատերիալնի աշխարհը այնքան է կլանել, մենք այնքան խորն ենք այս նյութական աշխարհի մեջ, որ լույսը մթգնած է, ու դրա համար այդ ժամանակն է ավարտվում, դա նշանակում է, որ այդ կաղապարն է ջարդվում, ռեալ ջարդվում է, պատերազմը հիմա սուտի և ճշմարտությանի մեջ է, այսինքն մենք այնքան ենք ստտի մեջ հիմա, որ էլ չգիտենք ինչին հավատանք, մենք կարող ենք հավատալ միայն մեր ներքին առանցքին, սուտի վրա մի հատ ուրիշ սուտ են ավելացնում, ու դու հասկանում ես, որ ոչ մի ճշմարիտ բան էլ չկա, ու գիտես, այնքան մեծ է այդ շոկը, ու դրա համար այդ հայքը, որ հռչակում ենք, իրականում դա մեր ներքին գենետիկ միջուկն է, որը պետք է մեր մեջ վերածնենք, որպեսզի կարողանանք այդ գենետիկ մաքրագույն հիշողության հետ կոնտակտի մեջ մտնենք, ուրիշ ճշմարտություն չկա, ամենը դառել է սուտ, փուչ, փոշի, իրականում շատ լավ է, որ մենք հիասթափվում ենք, մենք էլ իլյուզիա չենք կրում, հասկանում ես,
Դու նայում ես, ինչ որ հեքիաթ են քեզ պատմում, ու ներքինդ ասում է, հա։ Շատ կուզեի մի բան ավելացնել, էմիգրացիոն վիճակը քեզ ստիպում է շփվել տարբեր ազգերի հետ։ Ես երբեք չէի հասկանում, ինչու նա այդ մեր ինչ-որ մի հատ տարօրինակ բան ունենք, որով մենք միշտ բախվում ենք բոլոր ազգերի հետ, ու ես չէի կարողանում հասկանալ ինչից է դա գալի։ Հիմա երբ որ ես ավելի լայն շփվում եմ տարբեր ազգերի հետ, ավելի սերտ, ես մի բան հասկացա, մեր մեջ դա ազգային մի բան է, որը մենք չենք գիտակցում, քանի որ մենք շփվելով իրար մեջ բոլորս դա ունենք։ Հասկանում ես, մեր համար դա այնքան սովորական մի բան է, մենք այնքան ենք ուզում հավատանք, որ մենք ինքնախաբեությամբ հավատում ենք, հա, ինչ մեզ ասում են։ Բայց երբ որ մենք վերջնականապես հիասթափվում ենք, ու էլ ոչ մի ասածի չենք հավատում, այդ հաղորդիչը ակտիվանում է։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ սուտ ես լսում, մեր գլուխը ուզում է հավատա նրան, ինչ մեզ ասում են։ Ներքինը տնես մի ոռնոց է գցում, ասում է ոչ, սուտ է։ Ու դա շատ հայկական է։ Մենք, գիտես, շփվում ենք իրար մեջ, ուրիշ հարթության մեջ ենք իրականում շփվում։ Մենք համ ֆիզիկապես ենք շփվում, համ ինչ-որ ուրիշ տեղ ենք շփվում, բայց մեր համար դա այնքան սովորական է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, թե ուրիշ ձև ոնց։ Ու երբ որ ես այդ ձևով փորձում եմ ուրիշ ազգերի հետ շփվեմ, գիտես ոնց են ինձ նայում, որպես շատ տարօրինակ մարդ, շատ։ Բայց մեր մեջ դա մեր բնական ոնց որ շնչենք։ Եվ իրականում, երբ որ մենք բոլորս հիասթափվենք այս արտաքին կեղծիքից, մեր բոլորի մեջ կմիանա այդ ճշմարտության փոխանցիչը, երբ որ մեր այդ ռեակցիա տվողը ճշմարտությանը ու լույսի ամեն մեկիս մեջ արթնանա, մենք կարող ենք ասել, որ հայքը իջավ այստեղ, այսինքն երկինքը մենք կկապենք երկրի հետ, իսկ դա ամեն մեկիս մեջ պետք է կատարվի, ամեն մեկիս մեջ, որովհետև մենք ենք դրա գրողը, մենք ենք ներկայացուցիչները, արթնանանք, որպեսզի այդ լույսը մեր մեջ վառվի, ուզի քո մեջ այդ լույսը վառել, ոչ թե հիասթափվի ու տրվի այս փլուզվող աշխարհին, այլ հիշի ինչ ես կրում մեջդ։ Ես հավատում եմ։ Ես ավելի շատ հավատում եմ այն լույսը, որ ի սկզբանե դրված է մեր մեջ, այն կոդերին եմ հավատում։ Իրանք այնքան հզոր են, որ իրանք մեկը կաշխատեն։ Պարզապես հայացքը արտաքին աշխարհից պտտել դեպի ներս։ Ես հավատում եմ։